Մենք տաղավարում ենք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ հաղորդման այս հատվածում առաջարկելու ենք խոսել գրականությունից եւ կինոյից, բայց սկսենք գրական աշխարհից, առաջարկելու ենք այսօր ծանոթանալ Արամ Ավետիսի գրականությանը կամ ավելի ճիշտ վերհիշել նրա գրականությունը, որովհետեւ շատերին են ծանոթ նրա գրվածքները։ Այո, ու կես կատակ կես լուրջ պատմենք նաեւ մեր հեռուստադիտողներին, որ Արամ Ավետիսը մի առիթով նշել է, որ իր գործերը որբ են։ Թե ինչու են այդպես անվանել իր ստեղծագործություններին, որ կիմանանք քիչ անց մեր գործընկերոջ պատրաստած տեսանյութը դիտելու ընթացքում, բայց երբ կարդում ես Արամ Ավետիսի ստեղծագործությունները, տեսնում ես մարդկանց թիվ, օրինակ նրա գրքի շնորհանդեսների ժամանակ կամ այն հանդիպումների, որոնք կազմակերպվում են տարատեսակ գրքի փառատոնների ընթացքում, հասկանում ես, որ ոչ թե այդ ստեղծագործությունները որբ են, այլ ընդհակառակը մեծ բանակ կա նրա գրականության սիրահար եւ մարդկանց, որոնք սպասում են յուրաքանչյուր հաջորդ ստեղծագործությանը։ Ամեն դեպքում գրականության մեջ նա ուժեղ ձայներից մեկն է ժամանակակից գրականության մեջ, որովհետև նա նաև չի վախենում իր գրականությամբ քննադատել, գրականության մեջ նաև արծարծել շատ կարևոր հոգեբանական ու մարդկությանը վերաբերող թեմաներ եւ ընթերցողը երբեք անակնկալի չի գալիս այդ քննադատություններից, որովհետև նա դա շատ նուրբ է անում ու ընդհակառակը ծանոթանալով նրա գրվածքներին փորձում ենք անել եզրակացություններ ու ինքներս գտնել նաև շատ հարցերի պատասխաններ։ Մեր գործընկերը Վով Արզումանյանն է հանդիպել նրա հետ, եկեք տեսանյութով հասկանանք, թե ինչ են զրուցել նրանք հանդիպման ընթացքում։ Նա գրում է տառերով ապրողների համար, ինքնաճանաչումն է նրա ստեղծագործական շարժիչ ուժը։ Արձակագիր Արամ Ավետիսի գրականությունը ընթերցողին տեղափոխում է միայնակ մարդու ներաշխարհ, որտեղ կյանքի անկումները վերածվում են գեղարվեստական պատկերների։ Ձմեռի սպիտակ դերոշը փռում է գետնին, ու պարտվում է երկիրը, ու պարտվում է կյանքը, ու ես իմ պարտքով պարտություն գիրքն եմ գրում, եւ աշխարհախորքնի մեջ մտնելով փորձում է ծածկել հենց իրենից իր պարտությունը, ու պարտությունը պարպում է վերջին ուժերը, եւ բետոնե տանիքներին թափվում է ձյունը, ուր բյուրեղյա շինանյութով պարտության վրա իր հաղթանակի աշտարակներն է կառուցում։ Եվ ես էլ միջև չեմ հասկանում, ինչ եմ ես գրում, դրա համար տենց շարունակում եմ գրել, երբ որ այդ ամեն ինչը դու կարդում ես, քո մեջ որ անցնում է այդ ամեն ինչը, մի բա գալիս է, որ արդեն տեղ չկա, մեջը տեղավորելու, որ սկսում է արդեն քո մեջոցից ֆիլտրված դուրս գան, երևի ես տենց ավելի շատ այդ ինքս իմ համար այդ ֆիլտրի դերն եմ էլի կատարում, դրա համար էլ գրում եմ։ Իմ սիրելի հեղինակներից մեկը ֆրանսիացի Ժերար դե Ներվալը ասում էր, որ իմ առաջի ուսուցիչը հենց մենությունն է, այսինքն այդ մենությունը հենց գալիս է քո մոտ որպես ուսուցիչ, դառնում ես իր աշակերտը ու սկսում ես արդեն իր թելադրածը գրել։ Ինձ թվում է իմ գրականությունը իմ մենության թելադրանքն է։ Արձակագրի տեքստերում զգացմունքն ու փիլիսոփայությունը պոետիկ ռիթմով են միաձուլվում։ Արամ Ավետիսը նախընտրում է փոքրածավալ գործերը, համարում է, որ գրողական ասելիքի ուժը ծավալով չի չափվում, այլ միտքը ճշգրիտ փոխանցելու կարողությամբ։ Ինքս ինձ այդքան որպես արձակագիր չեմ զգում, այլ ավելի շատ մոտ եմ բանաստեղծությանը։ Իմ համար այդ ֆորման, հենց կոնկրետ կարճ, բայց խիտ ֆորման, գալիս է ավելի շատ պոեզիայի ազդեցությունից։ Նրա ստեղծագործությունները ստիպում են խորհել կյանքի ու մահվան ճամփաբաժանի մասին։ Մահը երևի ամենաչլուծված խնդիրներից ու ամենատենց միստիկ թեմաներից մեկն է, մնացել ու կմնա, ու քանի մարդ այդ ամեն ինչը չի հաղթարել, իսկ մարդ այդ ամեն ինչը չի կարող հաղթարել, մինչև ինքը երևի չլինի, մեծ գրողները միշտ մահվան մասին են գրում, դա հավերժական թեմա է ու անսպառ։ Արամ Ավետիսի գրքերը ծնվում են լսածից ու տեսածից, նաև այն ամենից, ինչը հնարավոր չէ ոչ լսել, ոչ տեսնել։ Նրա գրչին են պատկանում կույր կետադրություն, ճարտարապետական մուտացիա, երբ առնետները կարդալ գիտեին եւ ամպուտացված ամպեր գրքերը։ Իրականում այդ 4 գրքերը, որոնք ես գրել եմ, նույնիսկ որ իմ մոտ կարդում են կամ ես եմ կարդում, իմ մոտ ինչ-որ տես դիսկոմֆորտ եմ զգում, էլի չգրածը գիրքն է ինձ ավելի հետաքրքիր, քան թե այն ինչ որ ես արդեն արել եմ, որտեղ ինչ որ դու արել ես, դա արդեն անցած ճանապարհ է, նույնիսկ տենց չես էլ մտածում թե ինչի մասին ես գրել, առասարակ գրականությունը իստում է հենց ինչ-որ բանի մասին է դառնում, արդեն դադարում է գրականություն լինելուց։ Հեղինակը օգտագործելով հայրենի ճկունությունը, բառախաղեր է անում եւ բառաստեղծմամբ ինքնատիպ լեզվական միջավայր ձևավորում։ Քիմքից տվերում խմորվում են բառերս, ու երբ բախվելով նոր խմորումներ են առաջանում, ու բառերը ըմբոստանում են ու գրոհում թուղթը։ Ու գրիչը երբեմն ջնջում է որոշ բառեր, որոնք զոհում են իրենց հանուն հաջորդ բառի,
որոնք սպանում են իրար ու իրար միախառնվելով, նոր բառ են ստեղծում, քանզի նոր բառը նոր գիրք է։ Մասնագիտությամբ կինոգետ Արամ Ավետիսի ոճի վրա ազդեցություն է թողել նաև կինոյի տեսողական եւ պատկերային մտածողությունը։ Կինոգիտությամբ երբեք չեմ զբաղվել, իմ համար դա այդքան հետաքրքիր չի, չնայած կան ռեժիսորներ, որոնք իմ գրականության վրա են ազդել, սկսած Փարաջանովից մինչև Ջարմուշ, ինստիտուտում մենք նայում էինք սկսած Էյզենշտեյնից մինչև ժամանակակից կինեմատոգրաֆ, իսկ կինոյի մեջ իհարկե կան հենց Էյզենշտեյնից սկսած գրողներ, այսինքն մարդիկ, ովքեր զբաղվել են եւ գրականությամբ, նաեւ իրենք են եղել, կարելի ասել, կինոգետներ ու իրենց հոդվածները, երբ որ դու կարդում ես, հասկանում ես, որ ավելի շատ գրողներ են իրանք, քան այդպես կոնկրետ կինոյի մասնագետներ, դա համար իհարկե այդ ամեն ինչի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Եթե դու արվեստի հանդեպ արդեն բաց ես, այդ ամեն ինչը չի կարող քո կողքով ուղղակի անցնել։